Քրիստոս հարյավի մեռելոց, ձեզ և մեզ, մեծ ավետիս։ Սիրելիներ, Պետրոս Սարաքյալը իր առաջին նամակի հենց առաջին գլխում հետաքրքիր տողեր է գրում, որ այսօր մեզ պետք են օրը ճիշտ ընկալելու և հասկանալու համար։ Իմացեք, որ ապականացու արձաթեղենով և ոսկեղենով չէ, որ փրկվեցիք ձեր հայրենավանդ ունայն ընթացքից, այլ Քրիստոսի թանկագին արյամբ, իբրև անբիծ և անարատ գառան, որ նախասահմանված էր նախքան աշխարհի ստեղծումը և երևած ժամանակների վախճանին ձեզ համար, որ նրա միջոցով հավատացիք Աստծուն, որը հարություն տվեց նրան մեռելներից և փառավորեց, որպեսզի ձեր հավատը և հույսը Աստծո վրա դնեք։ Սիրելիներ, ապականացու արձաթով և ոսկեղենով չէ, որ մենք փրկվեցինք, իսկապես այդպես է։ Ցավոք սրտի այսօր աշխարհը կարծեք թե նյութի վրա է շեշտադրված։ Ամեն բան փորձում են հասկանալ միայն ֆինանսական հաջողությամբ, նյութեղեն ունեցվածքով, և մարդկանց թվում է, եթե հասան իրենց ցանկացած այդ նյութական ունեցվածքին և հարստությանը, ուրեմն փրկված են, խաղաղ կյանք են վարելու, ոչ մի խնդիր չեն ունենալու։ Եվ թերևս դա է պատճառը, որ շատերը իրենց տեղն են փոխում, իրենց բույնն են փոխում, կարծելով, որ պիտի այդ հաջողությանը հասնեն, որ ուրախ կյանք ունենան։ Բայց մենք քրիստոնյաները շատ լավ հասկանում ենք, որ այդպես չէ։ Մանավանդ այս օրերին, երբ եկեղեցին շարունակում է մնալ Քրիստոսի հարության այս գեղեցիկ ավետիսի խորհրդի մեջ, մենք պետք է հասկանանք, որ մեր փրկությունը, մեր մարդկային կեցվածքի վերահաստատումը և մեր կյանքի ավելի բարոր դառնալը պայմանավորված է միայն և միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի հարությամբ։ Այն կյանքով, որ Քրիստոս պարգևել է մեզ իր արյամբ։ Հիմա հարցը հետևյալն է այսօրվա. ինչ եմ ես փորձում շահել, Քրիստոսի արյունը, թե ոսկի կամ արծաթ։ Հիշեցման կարգով ասեմ, որ արծաթ շահելու ճանապարհին էր Հուդան կանգնած, և գիտեք վախճանը ինչպիսին եղավ։ Ուրեմն մենք քրիստոնյաներս այսօր ցկտում ենք շահելու Քրիստոսի արյունը։ Այն արյունը, որով մենք պետք է ունենանք փրկություն, որով պիտի հաստատվի մեր կյանքերը Աստծո ներկայության մեջ։ Իսկ որտեղ Աստված կա, այնտեղ կա և խաղաղություն, և հանգստություն, և բարոր կյանք։ Այնպես որ օրվա խորհրդի այս շրջանակի մեջ մաղթում եմ, որ յուրաքանչյուր մեկդ փնտրեք Տիրոջ խաղաղությունը և նրա արյան գնով գնված ձեր ազատությունն ու փրկությունը։ Մնացած բաները Աստծո ողորմությամբ կլինեն, որովհետև մեզ համար հստակ է այն գիտակցությունը, որ եթե Քրիստոս հարություն է առել, նոր կյանք է պարգևել մեզ, ուրեմն յուրաքանչյուր մեկս արժանանալու ենք այդ նոր կյանքին Քրիստոսի հարությամբ։ Քրիստոս հարյավի մեռելոց, ձեզ և մեզ մեծ ավետիս։